Ողջույն սիրելի ընկերներ, այսօր հավաքելու ենք օպտիմալ ծննդատան պայուսակը եւ կսկսենք ծնարանային բաժանմունքի պայուսակի պարունակությունը ցույց տալ։ Այստեղ մեզ մոտ ռետինե հողաթափեր են, որոնք պետք է լինեն ռետինե տարբերակով, որպեսզի կինը եւ լոգանք ընդունի եւ կարողանա պալատում իրենց օգտագործել։ Այստեղ մեզ մոտ մեկ անգամյա իրերի սեթն է, 2 սավան, բալիկի տակդիրը եւ մայրիկի վարտիքն ու տակդիրը։ Հաջորդը դնում ենք այսպիսի խոնավ զուգարանի թուղթ, ինչի խոնավ, որովհետև կինը սովորական տարբերակը չի կարող հետծննդաբերական շրջանում օգտագործել։ Այստեղ մեզ մոտ նովիտա միցելյար ջրով հատուկ խոնավ անձեռոցիկ է, որպեսզի կինը իր շպարը մաքրի հիվանդանոցում, 1 ածելի հնարավոր է անհրաժեշտ լինի։ Այստեղ դնում ենք նաև 1 հատ չոր անձեռոցիկ, շրթունքի բալզամ, որը մենք միշտ դնում ենք ծնարանային բաժանմունքում, քանի որ ծննդաբերության ժամանակ շուրթերը շատ են ջրազրկվում եւ չորանում։ Սովորական ջուր, բայց անպայման սոսկայի նման պետք է փականը լինի, 1 հատ ֆիթնես բատոնչիկ, այստեղ խորհուրդ ենք տալիս նաև դնել 1 հատ բանան, անպայման մազի ռեզին է պետք դնել եւ երեխայի հագուստը, հնարավոր է իհարկե հիվանդանոցում էլ տրամադրեն, բայց դա արդեն դուք եք որոշում։ Այստեղ արդեն հիմնական պարունակությունն է, մայրիկի համար նախատեսված սավաններ 60-90 չափի 10 հատ, հետծննդաբերական վարտիքներ, իրենք ավելի բարակ են, շնչող են եւ ձգվող են, այդ պատճառով հենց հետծննդաբերական տարբերակներն ենք դնում։ Այստեղ մեզ մոտ հետծննդաբերական տակդիրներ են, որոնք ավելի մեծ են չափսով եւ անպայման դնում ենք նաեւ կրծքի ներդիրներ, այստեղ մեր մոտ Lansinoի տարբերակն է, ուրեմն կրծքի ներդիրները առաջիկայում շատ են պետք լինելու, քանի որ կաթնարտադրությունը բավականին առատ է լինում։ Կրծքի համար նախատեսված Lansinoի լանոլինի քսուկը ճաքերից խուսափելու համար, նաև դնում ենք ինտիմ գելը, ինչի ինտիմ գել, որովհետև առաջիկայում կինը իհարկե սովորական օճառ չի կարող օգտագործել հետծննդաբերական շրջանում, ուստի դա անպայման դրվում է, ալկոգել ձեռքերը մշակելու համար երեխայի հետ աշխատելուց առաջ։ Այստեղ նաև դնում ենք Safeguard օճառ, սա պարզապես հիվանդանոցում կիրառելու համար է եւ ատամների համար նախատեսված խոզանակ եւ մածուկ փոքր travel set է։ Մեզ մոտ այստեղ երեխայի համար baby box-ի հատուկ սեթ է, այստեղ մենք դնում ենք 6 հատով 4 տեսակի տակդիր, որպեսզի կինը բոլորը փորձի եւ տեսնի երեխային որն է ավելի համապատասխանում։ Tereza Med սավաններ երեխայի համար 60-60 չափի, այստեղ դիսկեր են, դիսկերը մեզ պետք են երեխայի դեմքը սրբելու համար, որովհետև թաց անձեռոցիկ չենք կիրառում, թրջում ենք գոլ ջրով եւ մաքրում ենք դեմքը։ Ականջների համար փայտիկներ, իհարկե հիվանդանոցում դա պետք չի գա, բայց տանը պետք է ունենաք, որպեսզի հետագայում երեխայի ականջները մաքրեք։ Չիկոյի թաց անձեռոցիկ, նորից նշեմ, որ այն ինչ կցանկանաք կարող ենք փոփոխել, սա պարզապես մեր օպտիմալի պարունակությունն է, դուք արդեն որոշում եք, եթե ինչ-որ բան ուզում եք հանեք կամ փոխեք, դա ձեր ընտրությունն է։ Չիկոյի մկրատ եւ սաներ, սանրը շատ փափուկ որսով է Չիկոյինը եւ մենք միշտ խորհուրդ ենք տալիս վերցնել դա։ Չիկոյի այստեղ մեզ մոտ գել է եւ լոսյոն, խնամքի միջոցները օպտիմալ պայուսակում մեզ մոտ Չիկոյից են։ Երկուսն էլ պուլվերիզատորով են, դա շատ է հեշտացնում մայրիկի գործը լոգանքի ժամանակ։ Բորտի համար նախատեսված 70%-անոց սպիրտն է խնամքից մեզ մոտ այստեղ դրվում, հատուկ ստերիլ սալֆետկաներ, որոնք ախտահանված են, բորտի մշակման համար է դա անհրաժեշտ։ Ֆիզիոդոզի ասպիրատոր, որը խողովակով է եւ շատ է հեշտացնում երեխայի քիթիքի մաքրման process-ը, անպայման նաեւ ֆիզիոդոզի լուծույթն ենք դնում 5 հատ։ Նորածին երեխաների քիթը կարող է խցանված լինել պտղաջրերով եւ պետք է լինում մաքրել, ուստի անպայման պետք է առաջին շրջանում ունենալ անպայման սուդոկրեմ, կարմրությունը
տակդիրի հատվածում վերացնելու և բուժելու համար է անհրաժեշտ, 1 գիշերվա ընթացքում վերացնում է խնդիրը և իհարկե 1 հատ ջերմաչափ, այսպիսի փոքրիկ տուփ երեխայի կարելի է ասել ապտեչկա, նույնպես վերցնում ենք նախապես, որպեսզի երեխայի հետ դուրս գրվելուց հետո ձեր տանը պատրաստ լինի, այսպիսի պայուսակ ստացվեց մեզ մոտ օպտիմալ տարբերակը, եթե ցանկություն եք ունենում որևէ բան փոփոխելու, դա կարող ենք անել։